կարճ արձագանքեմ, հետո հարցս։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, հետևյալ առաջարկը ունեմ։ Ես առաջարկում եմ յուրաքանչյուրին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հրավիրում եմ այն պարգևավճարները, որ մենք ստացել ենք, մենք ամբողջությամբ ուղղել ենք սոցիալական ծրագրերին, բայց ոչ թե կամերաների ներկայությամբ մի քանի կիլո կանֆետ գնում ենք եւ ընտանիքներին բաժանում ենք եւ փիարվելու խնդիր ունենք, այլ իրապես գետնի վրա գործ ենք անում։ Ես կրկնում եմ, ինչ ասում եմ, հիմնավոր եմ ասում, ոչ թե ձեր նման պարոն Փաշինյան, մերկապարանոց հայտարարություններ եք անում, ծրարով փող ստանալու։ Միգուցե դա սեփական փորձից եք ասում։ Ես եւ իմ գործընկերները ծրարով փող երբեք չենք ստացել եւ չենք պատրաստում ստանալ որևիցե մեկից։ Եվ ես իմ հարցին անդրադառ, իմ հարցն եմ ուզում ձեզ ուղղել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Պարոն Փաշինյան, սա ձեր հայտարարությունն է եկեղեցու հետ կապված։ Դուք հետևյալ հայտարարություն եք անում, որ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Բայց անմիջապես դրանից հետո, չգիտեմ, ամիսներ կամ տարիներ հետո դուք հրավիրում եք ձեր ամառանոց կարգալույց հոգևորականների, ստորագրում եք մի փաստաթուղթ, որտեղ գրված է ձեր անուն-ազգանունը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Ուղիղ խառնվելով եկեղեցու ներքին գործերին, որը սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդված գոյություն ունի եւ 17 եւ 18-րդ հոդվածները հստակ ամրագրում է այն դրույթը, որի մասին ես խոսեցի։ Դուք ուղիղ միջամտություն եք իրականացրել եկեղեցու ներքին գործերին, որը որ օրենքի խախտում է։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի։ Նման ձեր վերջացնեմ խոսքս, նման օրինախախտմամբ եք պատկերացնում հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենալը։ Ասում եք մերկապարանոց, համ էլ բան եք ասում, որ իրոք մերկապարանոց է, այդ մարդիկ կարգալույց չեն։ Բա